Դատախազությունը ստացել է Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ ՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ենթադրյալ ապօրինի դիտարկվող մի քանի անշարժ գույքերի շուկայական արժեքների վերաբերյալ փորձաքննության եզրակացությունները։ Ըստ այդմ Հայրապետյանի ավանի այս առանձնատունը գնահատվել է 1.5 միլիարդ դրամ, իսկ հարսնաքար ռեստորանային համալիրը 4.5 միլիարդ դրամ։ Գնահատված անշարժ գույքերի նվազագույն շուկայական արժեքներն արդեն իսկ գերազանցում են 7 միլիարդ ՀՀ դրամը։ Ընդհանուր առմամբ դատախազությունը նախկին պաշտոնյայից ու նրան փոխկապակցված անձանցից պահանջում է 7 անշարժ գույք, 3 մեքենա։ Բացի այդ, բռնականձման պահանջ է ներկայացվել դատախազության կողմից շուրջ 6 միլիարդ ՀՀ դրամի չափով փոխառությունների պահանջի նկատմամբ 14 իրավաբանական անձանցում Ռուբեն Հայրապետյանի եւ նրա ընտանիքի անդամների ունեցած բաժնեմասերի նկատմամբ։ Իրավասում Արմինե Հայրապետյանից պահանջում է նաև շուրջ 17 միլիարդ դրամ որպես ապօրինի եկամտի մնացորդ։ Հայրապետյանի ու նրան փոխկապակցված անձանց վերաբերյալ հայցը դատանում է 2023 թվականից, բայց դեռ նախնական լսումների փուլում է։ Այս նիստին Հայրապետյանի ներկայացուցիչ Վահագն Դալաքյանը մի քանի միջնորդություն ներկայացրեց, այդ թվում բացարձակ դատավորին։ Նախորդ նիստին դատախազությունը ներկայացրել է հայցի հիմքում դրված հաշվարկների աշխատանքային էլեկտրոնային թղթապանակը։ Ըստ փաստաբանի, սակայն դատախազությունը տրամադրել է պատճենը եւ պարզ չէ, ինչ բանաձևերով է առաջնորդվել իրավասում Արմինը հաշվարկներ կատարելիս։ Նա միջնորդեց, որպեսզի դատանը դատախազությունից պահանջի տրամադրել բնօրինակը։ Դատախազությունն առարկեց նշելով, որ դա ապացույց գնահատվել չի կարող։ Դատանը լսելով կողմերին մերժեց միջնորդությունը, ինչից հետո փաստաբանը միջնորդեց հետաձգել նիստը, որ կարողանան պատրաստվել։ Այս միջնորդությունը դատանը եւս մերժեց, նշելով՝ ի սկզբանե երկշաբաթյա ժամկետ էր տրամադրվել հաշվարկներին ծանոթանալու եւ հարցերին պատրաստվելու համար։ Դատարանի մոտ հստակ տպավորություն կա, որ փորձում եք ձգձգել գործիքնությունը, հետևաբար դատարանը գտնում է, որ ձեր միջնորդությունը ուղղված է իրավունքի չարաշահմանը, հիմն է որոշում է այն մերժել։ Ռուբեն Հայրապետյանի փաստաբանը երրորդ միջնորդությունը ներկայացրեց, այս անգամ գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ։ Ավելի վաղ բանկից ենթադրյալ կեղծ քաղվածք տալու վերաբերյալ պատասխանողները հաղորդում են ներկայացրել, որի հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ։ Փաստաբանը միջնորդեց կասեցնել այս գործի վարույթը մինչև քրեական վարույթով եզրափակիչ ակտի օրինական ուժի մեջ մտնել է։ Այս միջնորդությունը փաստաբանը ներկայացրել էր նաև քննության սկզբնական փուլում։ Դատանը սակայն այն եւս մերժեց նույն հիմքով ներկայացնելու պատճառով, ինչից հետո փաստաբան Դալաքյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց դատավորին։ Այս բացակում մենք ներկայացնում ենք մի շատ հանգամանքներ, որոնք մեր կարծիքով ձեզ մոտ, արտակարգ դատավորի մոտ կարող են ստեղծած լինել կանխական բացասական վերաբերմունք Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ։ Մասնավորապես, տարիներ առաջ քննվել է ԻԵԱՆԼ 1463-0212 քաղաքացիական գործը, որով հայցվոր է եղել Հրանուշ Խարատյանը, պատասխանող Ռուբեն Հայրապետյանը։ Ըստ փաստաբանի Հրանուշ Խարատյանը դատավորի զոքանչն է եւ տարիներ առաջ քննվող գործով դատավորը որպես փաստաբան ներկայացրել է Խարատյանի շահերը, եղել Հայրապետյանի դատավարական հակառակորդը։ Բացի այդ, Խարատյանի հայցը դատարանները մերժել են։ Դատարանն այս միջնորդությունը եւս մերժեց։ Տաթև Խաչատրյան, Արման Թովմասյան, Լուրեր։